Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել եւ այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն։ Ինչն էր խանգարում Փաշինյանին, երբ կար պայծառագույն շարժում, հզոր ժողովուրդ, ժողովրդավարացում, ինքն էլ դրա զավակն է եղել։ Դա հպարտության, պարծենալու աղբյուր է, երեխա մեծացնելու, դաստիարակելու պես մի բան։ Ինչու է նա մեզ բոլորիս զրկում այդ վայելքից։ Այդ ինչ հիվանդագին մոլագար երևակայություն է ամեն ինչ սկսելու սեփական զրոյական կետից, ջնջելով անցյալի բոլոր ձեռքբերումները։ Նման հերոստրատներ էլի են եղել, որոնք փորձել են պատմության մեջ մնալ թեկուզ հայհոյանքով։ Այս անձը այդ հիվանդության ախտանիշն ունի։ Իրեն թվում է, թե իրենից առաջ ոչինչ չի եղել, եթե անգամ եղել է, լավը չէ։ Նա միշտ ասում է, զրոյական կետից պետք է սկսվի, 4-րդ հանրապետություն պետք է ստեղծվի։ Հիվանդագին երևակայության արդյունք է, երբ ինքն իրեն Քրիստոսի հետ է համեմատում։ Համարում է, թե ինքը սկիզբն է, որ հետո սերունդներն ասեն Նիկոլի օրոք այսպես էր։ Ցավալի է, որ նման ոչ ստանդարտ, ոչ մարդկային եւ անտրամաբանական դրսևորումներն անգամ համախոհներ ունեն։ Կան մարդիկ, կա ոչ մեծ շրջանակ, որը գնում է այդ հիմարությունների հետևից, դուրք է տալիս դրանց, նույնիսկ ելույթներ է ունենում, ճիշտ է շատ անհաջող, անգրագետ, անփորձ, չհիմնավորված։ Դա վերաբերում է եւ հիմնին, եւ զինանշանին, եւ սահմանադրությանը, եւ հռչակագրին։ Սկզբում, երբ եկավ իշխանության, ոմանք մտածում էին սխալմունքի մեջ է, անկախության միջոցառումներ էլ չէր անում։ Առաջին սեպտեմբերի 21-ին, երբ իշխանության էին, անգամ անկախության հիմնադիրներին չէին հրավիրել միջոցառման։ Մինչդեռ ուզես չուզես, այս երկրի ակունքներում կանգնած քաղաքական ուժերը քո քիմքի հետ կապ չունեն։ Մինչդեռ ում ասես հրավիրել էր, օրինակ, այն անհայտ կուսակցականներին, որոնց նստեցնում էր իր 4 կողմը, որ իրեն գովերք են։ Հետո ակնհայտ դարձավ, որ այդ միտումը շարունակվում է հաջորդ տարիների ընթացքում, չէին գովերքում մեր արժեքները, անկախության մասին ֆիլմերի ցուցադրումներ արգելվում։ Ոչնչով անկախությունը, շարժումը չի գովերքվել, ընդհակառակը, նպատակային կերպով գնում է սևացնելու, վարկաբեկելու, արժեզրկելու, պատմությունից հեռացնելու ճանապարհով։ Բացի ձախողումներից շատ բան չունեն այս մարդիկ ասելու, շատ բան չունեն, որով կարող են հպարտանալ իրենց ընտրողների առջև։ Այսինքն ձախողման հետևից, կատաստրոֆայի հետևից, թերևս միակ բանը, որի մասին կարող են հպարտությամբ խոսել, այդ ասֆալտապատված նոր ճանապարհներն են, դա էլ արվել է շատ բարձր գնով, Հայաստանի պետական պարտքը արդեն 12 միլիարդ դոլարի սահմանն է հատել։ Փաշինյանի ծրագրով ոգևորվողները հակառուսականության ջատագովներն են, որոնք պնդում են, թե որքան Ռուսաստանին դուրս մղես, հայհոյես, վատ վերաբերվես, մեղքերը նրա վրա գցես, այնքան աջակցություն կստանաս արևմուտքից։ Փաշինյանի խմբագրած թերթը 20 տարի շարունակ տպագրել է հետևյալ սկզբունքը. հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, միաժամանակ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպական։ Սա պարզ եւ բոլորին հասկանալի բանաձև է։ Եթե ուզում ես գործոն լինել, չպետք է լինես որևէ մեկի ենթական, ստրուկը կամ ֆանատը, պիտի արժանապատիվ կեցվածք ցուցաբերես։ Փաշինյանը Բաբկեն Արարքցյանի հետ է աշխատել։ Վանո Սիրադեղյանն է նրա դաստիարակության եւ կրթության վրա այդքան ջանք թափել, նաեւ նրան եւ իր թերթը պահելու իմաստով։ Ի վերջո 2008-ին նա Հայ ազգային կոնգրեսի թիմում էր, գովերքել է, ելույթ է ունեցել, բայց նրա սկզբունքներն ու գործունեությունը բացարձակ հակասում են իրար։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը կապ չունի երբեմնի Փաշինյանի հետ։ Չէր կարող նա այն ժամանակ Վանո Սիրադեղյանի կողքին նման հիմարություններ անել կամ Արարքցյանի պաշտպանությունն ունենար եւ նման դավաճանական կեցվածք ընդուներ։ Մեր ժողովուրդը բազմիցս 21 թվականին, 22, 23 եւ 24 փողոցա դուրս եկել։ Մեր ժողովրդի ակտիվ մասը չի հանդուրժում Փաշինյանին։ Սակայն Փաշինյանը ունի ոստիկանական ուժեր եւ Փաշինյանը ունի նաեւ օրենքի պաշտպանությունը, որը դուք թերագնահատում եք։ Օրենքը նրա կողմն է, որտեղ նա մի անգամ 21 թվականին բոլոր դեպքերում լեգիտիմ ընտրվել է։ Եվ նա օգտագործում է իր ունեցած ոստիկանական ուժերը, թուրք-ադրբեջանական տանդեմից ստացվող եւ նա դաշնակիցներից ստացվող ֆինանսական միջոցները, իսկ նա որ դա ստանում է, դա ակնհայտ է, դրա համար է մեր պետական պարտքը այս ընթացքում կրկնապատկել։ Եվ այդ պետական պարտքը կրկնապատկում է, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմի հովանավորները ֆինանսավորում են Փաշինյանին դրա միջոցով։ Այդ ֆինանսական միջոցները, որն ան մասնապես նաեւ ոստիկանությանը եւ իրավապահ համակարգին է բաժանում, հա, եւ այն որ օրենքը նրան պաշտպանում է եւ որ նա ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, որովհետեւ մեր ժողովրդի ակտիվ մասի ընդվզումը պարբերաբար ճնշի։ Վերջին շրջանի ստանդարտից դուրս իրենց հայտարարություններն արդեն թիմային են։ Եթե առաջ միայն Փաշինյանն էր արտառոց հակապետական հայտարարություններ անում, մյուսները փորձում էին ֆոնը պահել, հիմա արդեն ֆրոնտալ են գնում, միասնական ճակատով։ Ակնհայտորեն երևում է, որ նա թշնամական ծրագրի տակ է եւ դրա նպատակն է Հայաստանը դարձնել թույլ, կամազուրկ, մանկուրտ։ Դա չի հաջողվելու։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։